Գործածվում է այն հոդվածը սահմանադրության, որը դեռ ընդունվել է 2015 թվականին։ Սա ինքնին արդեն կարևոր է։ Բայց դեռ խնդիրը նա է, որ այս գործընթացը պահանջում է ժողովրդի համախմբումը։ Գիտեք, այն, որ ԿՊ-ականները կարող է լինելով մեծամասնություն եւ այլն կարող է մերժել, այստեղ ոչ մեկի համար զարմանալի չի կամ ակնկալվող է։ Բայց խնդիրը նա է, որ այդ գործընթացի ընթացքում երկու բան է պարզվում։ Առաջինը ժողովուրդը արտահայտում է այն 82%-ը, որ ասում են դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նրանք ոչ թե այդ մեխանիզմով, որտեղ մի քանի հազար մարդ հարցվում է, մնացածը տարածում է։ Այստեղ ամեն մի մարդ պատասխանատվություն է իր վրա վերցնում այն գործընթացների համար, որոնք այսօր արվում են ի հակառակ ժողովրդի կամքին։ Մեկ, երկրորդը մերժելը ինքը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև դա նշանակում է, որ այս իշխանությունները այլևս չեն թաքցնում ինչի համար են եկել։ Ես 2018 թվականից պնդում էի, որ իրենք եկել են ոչ թե չունենալով ծրագիր, այլ շատ պարզ ծրագրով են եկել։ 20 թվականի 10 նոյեմբերի հիշեցնեմ, ասեցի, որ միակ բանը, որ իրենց մոտ չի ստացվել մինչ այսօր, դա մի անգամից Արցախը բռնակցելն է Ադրբեջանի։ Հիմա իրենք դա անում են մի քանի քայլով։ Ուրեմն մերժելու դեպքում, ինչպես գիտեք, դա բողոքարկելու խնդիր կա։ Բողոքարկելու ժամանակ մենք արդեն ոչ թե ժողովրդի համախմբումն ենք ակնկալում, այլ հենց դատական իշխանության, ինչպես ասեմ, երեսը պարզ կամ պարզելու կամ ամբողջովին իրեն տապալելու առումով։ Դա երկրորդը։ Երրորդը Այստեղ մի խնդիր կա ուրիշ, ասենք թե իրենք ստորագրել են, ասենք թե օրենքն էլ ընդունել են եւ ինչ։ Ես կարծում եմ սա է ավելի մեծ հետաքրքրություն, փաստորեն դրանով մենք պետք է վերցնենք, որ այդ իրավունքի, այդ օրենքի շրջանակներում այդպիսի ստորագրությունը ոչինչ է այն առումով, որ այդպիսի ստորագրած փաստաթղթերը չեն կարող ունենալ իրավական կամ իրավաբանական հետևանքներ։ Դա խնդիր է, որ օրինակ այսօր մենք չենք լուծել նոյեմբերի 9-20 թվականի ստորագրությամբ։ Այն, որ այդ ստորագրությունը բացարձակապես օրինական չէ, կարծես թե գիտեն հիմա եւ ուսանողները։ Ինչու՞։ Որովհետեւ այդ անձնավորությունը չունի սուվերենություն եւ չունի իրավունք ստորագրելու մի փաստաթուղթ այն հողերի մասին, որի վրա Հայաստանը չունի ինքնիշխանություն։ Բացարձակապես մենք պետք է ենթադրենք, որ ինքը արել է մի բան, որ ստորագրելով ճանաչում է Հայաստանին որպես օկուպանտ կամ ագրեսոր, իրականում անգամ 93 թվականի որոշումների մեջ Հայաստանը ինչպես այդպեսին չկա, անգամ Եվրոպական դատարանի, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների մեջ գրված է, որ Հայաստանը այդտեղ հսկողություն ունի, բացարձակապես օկուպացիայի մասին չի, բայց արի ուտես, որ այդ անօրինական ստորագրությամբ այդ փաստաթուղթը, որը որ ինչքան ես գիտեմ, արդեն մենք եղել ենք դեսպանատանը, հանդիպել ենք դեսպանորդի հետ, Ռուսաստանը ինքը չի համարում ամբողջական միջազգային պայմանագիր ուժ ունեցող, այնինչ Հայաստանի Հանրապետության օրենքով դա միջազգային պայմանագիր է։ Չնայած այդ անօրինականության, մենք չենք կարողանում այդ գործընթացը կանգնեցնել։ Իհա այս դեպքում, երբ որ մենք ունենք անգամ մերժված առումով, մենք ունենք շարունակելիություն եւ ես կարծում եմ ահա այդ գերնպատակը մոբիլիզացիան, որը այսօր չի ստացվում, զուտ փողոց հանելով չի, մենք պետք է մի կարծիքի շուրջ միավորված լինենք։ Ես կարծում եմ դա երկու բան է, դա մերժումն է, դա ավելի շուտ քրեականացումն է ցեղասպանության մերժման եւ մերժում եւ քրեականացումն է Ադրբեջանի կազմում Արցախի այսպես ասած ճանաչելը։ Ես պետք է էլի ասեմ, որ դա զավեշտ է իրավական առումով։ Կրկնում եմ, Հայաստանը ինչ խնդիր ունի կամ ինչ իրավունք ունի արտահայտվելու Արցախահայության արտահայտած մի անգամ չի, մի քանի անգամ արտահայտած ինքնորոշված եւ անկախացած պետականություն ունեցողը։ Արի ուտես մենք մինչ այսօր չենք ունեցել այդպիսի մեխանիզմ, ես կարծում եմ դա ողջունելի նախաձեռնություն է։